Գրեսադած փառք ասենք Տիրոջ։ Ես շատ շնորհակալ եմ Տերիսը եւ խորը գիտակցում եմ նրա մեծ ողորմությունը մեր անձերի համար սիրելի եղբայրներ քուրեր։ Այսօր այստեղ ներկա եղողները նրա վրա մեկը կա առաջի անգամը եւ մեկը կա որ երկար տարիներ մտահոգված է իր անձի դժվարության վրայով կամ իր փրկության վրայով։ Ուզում եմ ասեմ սիրեներ, այսօր մեկը որ իր կյանքը տվել է մեզ համար եւ իր արյունով մեզ արժանացրել է այսօրվա պաշտամունքին փառավորվի Տերը։ Դրա համար ես ուզում եմ սիրեներ, որպեսզի մենք այսօր մեր հավատը ուղենք դեպի Աստծո խոսքը։ Եղբայրս արդեն խոսեց դրա մասին Եբրայեցիս 12-րդ գլխում շարունակության մեջ, որ մենք կարդում ենք գրված է, որ Տեր Հիսուսը մեր համար միջնորդ եղավ, օրհնյալ է իր անունը։ Նա դարձել է մեր համար ոչ թե մենակ փրկիչ, այն մեր համար միջնորդ է սիրելի եղբայրներ քուրեր, օրհնյալ է Տերը։ Այն ինչ որ մենք չենք կարող, այն ինչ որ մեր ուժերից վեր է, այն ինչ որ մեր կարողության հետ չի համընկնում, եկել է որ պիտի անի մեր կյանքի մեջ փառք իրան։ Եվ ես ուզում եմ Սուրբ Գրքից սիրել կարդալ Հովհաննես ավետարանի 9-րդ գլխի առաջի համարից։ Ամեն անգամ, երբ որ կարդում եմ այստեղը, իմ սիրտ ավելի խորը ճանաչում Քրիստոսի սքանչելի սերը մարդու հանդեպ։ Սկզբից ուզում եմ կարդալ սիրելիներ։ Սրանից հետո տոն էր իրաներին եւ Հիսուսը վեր ելավ Երուսաղեմ։ Եվ Երուսաղեմում ոչխարած դուրում մոտ մի ավազան կար, որ եբրայերեն Բեցեդա էր կոչվում, որի սրա ունի։ Նրանցում խիստ շատ հիվանդներ կային, պարկած, կույրեր, կաղեր, չորացածներ, որ ջրի շարժվելուն էին սպասում, որտեղ Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ վայր էր գալիս ու ավազանի ջուրը շարժում, եւ ջրի շարժվելուց հետո նրա մեջ առաջ մտնողը բժշկում էր եւ հիվանդությունը ինչ որ ունենար։ Եվ այնտեղ մի մարդ կար, որ 38 տարի իր հիվանդության մեջ, երբ որ Հիսուսը նրան պարկած տեսավ եւ գիտած թե արդեն շատ ժամանակից է, նրան ասեց. «Կամենում ես առողջ լինել»։ Հիվանդը պատասխանեց նրան. «Տեր, մարդ չունիմ, որ երբ որ ջուրերը շարժվում են ավազանի մեջ գցե, եւ մինչեւ որ ես գալիս եմ ուրիշ ինձանից առաջ իջնում է մեջը»։ Հիսուս նրան ասեց. «Վեր կաց, մայրը տար ու ման եկ»։ Եվ մարդը իսկույն ողջացավ, վեր առավ մայրը եւ ման էր գալիս եւ օրը շաբաթ էր։ Օրհնյալ է Տերը։ Ես ուզում եմ սկզբից առաջի հատվածի վրա ուշադրություն դարձնենք սիրելի եղբայրներ քուրեր։ Ուրեմն գրված է, որ հրյաների տոն էր։ Մենք այսօր որպես մարդ շատ խորը գիտակցում ենք, եթե մենք գնում ենք տոն, ուրեմն պատրաստում ենք տոնական, եւ մեր հանդերձներն ենք պատրաստում, եւ մեր ներսի տրամադրությունն ենք տոնական պատրաստում։ Տեր Հիսուսը եկել էր տոնին, բայց ինչքան սքանչելի է նրա սերը մարդու հանդեպ, որ այդ տոնի ժամանակ նա ամբողջությամբ ուշադրություն էր դարձնում բոլոր նրանց, որոնք այդտեղ կային, կույրերին, կաղերին, որոնք որ եկել էին այդտեղ բժշկվելու համար։ Եվ գրված է, եւ Տերը մոտեցավ այն հիվանդին, որ 38 տարի հիվանդ էր։ Հետաքրքիր է, այդտեղ մի անձնավորություն չէր, այդտեղ ավելին կային կույրեր, կաղեր, հիվանդներ, բայց ինչ համար Տեր Հիսուսը իր հայացք ուղեց հանկարծ այդ մարդուն։ Սիրելի եղբայրներ քուրեր, գրված է, առանց հավատքի մարդը չի կարող հաճելի լալ Աստծուն։ Սկզբից պետք է մարդը հավատա Աստծուն, եւ ինչ է շտագում հավատալ Աստծուն։ Այսօր սիրելի եղբայրներ քուրեր, Սուրբ Գիրքը գրում է, որ եթե մանանեխի հատիչափ հավատք ունենաս, պետք է լեռներ տեղաշարժես։ Մանանեխի հատիչափ հավատքը նրանումն է, որ քո սրտի մեջ ամբողջությամբ որոշես, ամբողջ սրտով որոշես. Տեր, քո ձեռքը կարող է ինձ բժշկել, փառք ես, օրհնյալ է մեր Աստվածը։ 38 տարի այդ մարդը ընդունակություն չուներ, որպեսզի առաջին ինքը մտներ ջուրը, որպեսզի բժշկեր։ 38 տարի այս մարդու մեջ այդ վիճակը, բայց իր հավատքը չէր կոտրվել։ Կարող ինքը մարմնի բժշկություն չէր արել, բայց իր հավատքը չէր կոտրվել։ Եվ Տերը տեսավ, օրհնյալ է մեր Աստված։ Եվ հիմա Տերն էլ ատենում սիրելի եղբայրներ քուրեր, բոլորի սրտերը, բոլորի փափագները, դրա համար օրհնյալ է մեր Տերը սիրեներ։ Այսօր պետք է որպեսզի մեր սիրտը ուղենք Աստծո խոսքին եւ մեր հայացք ուղենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի կենթանի ներկայությանը, օրհնյալ է Տիրոջ անունը։ Եվ մենք տեսնում ենք սիրեներ, որ ընդհանրապես մարդն Տիրոջը ապավինելով, դիմելով Տիրոջը, Տերն ասեց վեր կաց մայրը տար եւ ման եկ։ Եվ հաջորդ մասն եմ ուզում կարդամ սիրեներ, որը շատ կարևոր է,
որը որ կարելի ասել ավելի կարևոր է քան թե մարմնի բժշկությունը։ Հрьяաներն եւ ասեցին բժշկացին, շաբաթ արժան չէ քեզ որ մայրդ վեր առնես, նա պատասխան դրած ասեց նրանց, նա որ ինձ բժշկեց, նա ինձ ասեց, մայրդ առ եւ ման եկ, հալելույա։ Այսօր կարող է մտքերը, վիճակներ ուրիշ բան ասեն, ուրիշ բան ներկայացնեն, սիրելի եղբայրներ, քույրեր, բայց այս մարդն ասում է, նա որ ինձ բժշկեց, նա ասեց, եւ ու ման եկ, հալելույա։ Օրհնյալ է մեր Աստված։ Դրա համար այսօր մենք պետք է խորը գիտակցենք, սիրեներ, որ մեր սրտի ամբողջ հավատքը պետք է ուղղենք Աստծո խոսքին, ոչ թե մեր վիճակներին, օրհնյալ է Տերը։ Հաջորդ կարևորությունը, որ ես ուզում եմ կարդամ այս հատվածի մեջ, սիրեներ, կարդում եմ հետևյալը։ Արդ հարցրին նրան ասին, ով է այն մարդը, որ քեզ ասեց, մայր չտար եւ ման եկ, բայց բժշկվածքը չգիտե թե ով է, որտեղ Հիսուս այնտեղից ամբողջի պատճառով խույս տվավ։ Սրանից հետո Հիսուսը նրան գտավ տաճարում, նրան ասեց, ահա առողջացար, այլևս չմեղանչես, որ ավելի չար բան չլինի քեզ, ամեն։ Օրհնյալ է մեր Աստված։ Տեսնում ենք, սիրելիներ, որ Տեր Հիսուսը այս մարդուն գտավ տաճարի մեջ, շատ կարևոր է, որպեսզի մենք այդ 9 բորոտների պես, որոնք հետ գնացին Տեր Հիսուսից, բժշկան եւ հետ գնացին, բայց պետք գրված է, որ նրան գտավ տաճարի մեջ, փառավորվի Տիրոջ անունը, այս մարդը բժշկվել էր եւ այդ բժշկությունը դրան դարձավ պատճառ, որպեսզի ինքը դառնա դեպի Աստված։ Գրված է Տեր Հիսուսը նրան տաճարի մեջ գտավ։ Դրա համար այսօր Աստված մեզի փնտրում է իր տան մեջ, օրհնյալ է մեր Աստվածը։ Եվ ես ուզում եմ սիրելիներ ասեմ վկայության կարգով, որ իմ կյանքի ապաշխարության շարժարիներից մեկը դա է եղել, երբ որ իմ մաման հիվանդ էր ոսկաներից, երբ որ բժիշկները ոչ մի ուժ չեն տալիս, եւ ես հիշում եմ, երբ որ մենք եկանք առաջի անգամ հավատքի ժողովրդին հանդիպեցին եւ նրանք աղոտ կարեցին եւ Աստված դեռ մամայից բժշկեց, սա դարձավ իմ շարժարիթը հավատքի, որ ես դառնամ դեպի Տիրոջը, օրհնել Աստված։ Դրա համար այսօր Աստված ուզում է, որպեսզի մեր կյանքի բժշկությունը պատճառ դառնա շարժարիթ, որպեսզի մենք հավիտենական փրկության ժառանգակիցներ լինենք, օրհնյալ է մեր Աստվածը։ Դրա համար սիրելի եղբայրներ, քույրեր, թող Տերը օրհնի մեզի։ Ես ուզում եմ, որպեսզի մենք հիմա հավատքով աղոտ կանենք, խնդրենք Տիրոջը, որպեսզի Աստված օրհնի մեզ, օրհնի մեր սրտերը, որպեսզի մենք հավատքով մոտենանք Տիրոջը ու բժշկվենք։ Ամեն։